Վատիկանի լրությունը ամոթ է, իսկ հայ եկեղեցվո լրությունը հոգևոր տիակ է պատմության մեջ։ Սիրելիներ, ինչքան փորձեցի չխոսիմ, սակայն այլևս լրելը հնարավոր չէ։ Հոգևորապես վիրավորված, խղճով հալածված եւ ազգային իրավունքներով չարչարված հայեր, ըստապ խղճի բարդավորությամբ գտիմենք ցեզ այս բաց նամակով, ով հայ եկեղեցվո աթորին նստած, ով քերակույն հոգևոր ժողով, ով ազգային եկեղեցական ժողով, որ գոյություն չունի։ Ցեզ այս բաց նամակով գտիմենք որպես հարաճադար խարիսխմը, որ պետք է առաջնորդեր, ոչ թե լքեր։ Ցավով եւ խոր տշկոհությամբ գտիդենք, որ ցեր լրությունը այս ծանր ու սրբազան օրերուն, երբ կխեղաթյուրվի քրիստոնեությունը, երբ կոտնահարվի հայ ժողովրդի պատմական հիշողությունը, եւ երբ Վատիկանը կդառնա ցեղասպանության քարոզիչներու համախոհը, ցեր լրությունը ոչ միայն արդարացվելի չէ, այլ թավաջանություն է։ Վատիկանի վերջին ոտնձգությունները Ադրբեջանի ներկայացուցչին բադվով բարգեւադրելու եւ պատմության աղավաղմամբ համակումարի գազմագերբումը խոր ցնցում կհառաջացնե ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր բոլոր շրջանակներու մեջ։ Սակայն այս աղաղակող անարդարության դիմաց Մայր Աթորը ցեր գլխավորությամբ ընտրեց ամենաամոթալի դարբերակը լրությունը։ Այս լրությունը այլևս այսօր չի մեկնաբանվիր իբրև խոհեմություն, այլ մեղսակցություն, հպատակում եւ հանցավոր անգործություն։ Երբ 2023-ի սեպտեմբերին Ադրբեջան կներխուժեր Արցախը, կքանթեր եկեղեցիները, կմաքրե հայկական գոյությունը, դուք լուր էիք, երբ հայերը կդանչվեին սովի, գարդագաղթեին բռնությամբ, դուք դարձյալ լուր էիք, եւ հիմա քրիստոնեական ամենակարևոր եւ ամենավերին հաստատությունը կպատվե այդ ոճրագործ պետության դեսպանին, դարձյալ ձեր կողմէ ոչ մեկ բառ, ոչ մեկ հայտարարություն, այլ խոսքով ոչ մեկ ամոթ։ Որու համար է այդ լրությունը, որու շահերուն կծարայե այդ լրությունը, մինչև երբ Վատիկանի այս գայլը սոսկ քաղաքական չէր, ադիգա հոգևոր պատերազմ է ուղղված քրիստոնեության իսկական աղբյուրին, Հայաստանին եւ քրիստոնյա հայ ժողովրդի դեմ։ Այդ պատերազմի դեմ չհայտնվելը կնշանակե բացահայտ հնազանդություն։ Այսօր ժողովուրդը կտեսնե իր հավատքի տաճարը լուր, իր հայրապետը տգար ու խեղճ, իր սուրբ աթորը գույր ու խուլ։ Ուզենք չուզենք, դուք դարձաք բարոյական աղետի գետային առաջնորդ։ Ձեր լրությունը արդեն համազոր է ըստորագրության այն ուժերուն տակ, որոնք կչնչեն հայ քրիստոնեությունը պատմության էջերեն։ Մենք պիտի չլրենք, մենք պիտի չհաշտվենք այդ դավաճանությունով։ Ձեր հավատքը վստահված ժողովուրդը այսօր գործընծուց այդ վստահությունը, ձեր լրության պատճառով, ձեր գործակցությամբ կամ չգործելով։ Դուք պետք է ըլայք արդարության ցայն, ժողովրդի ողբի արձագանք, աղետի դեմ հոգևոր առաջնորդ, բայց դուք դարձաք գեղձիկի եւ լրության խորհրդանիշը։ Ճշմարտությունը այն է, որ այսօր ձեր աթորը, լուսավորչի սուրբ աթորը, բռնազավթված է անճիշտ լրության եւ բարբված հոգևորության կողմէ։ Դուք լրեցիք, երբ Բարբարոսը եկավ, դուք լրեցիք, երբ Քրիստոսի անունը ծաղրվեցավ, դուք լրեցիք, երբ Արցախը հայաթափվեցավ։ Ձեր լրության ետին լրեցին բոլոր պետական կառույցները, սկսյալ եպիսկոպոսներեն մինչև թեմերու ներկայացուցիչներ, անոնք ալ դարձան լուր դիտող ազգի կործանման դեմ, եւ այս լրության պատուհասը դարձավ մեր խաչը։ Մենք գոչ կնենք հապաղումի վերջ տալու։ Մեղքը պիտի մորցվի
բայց քոնե ապաշխարությունը գրնա փրկել աթորին բադիվը։ Առ այդ կսպասենք։ Մայր աթորի պաշտոնական դատապարտումը Վատիկանի այս գայլերուն դիմաց։ Միջազգային ուղերձ ի պաշտպանություն հայկական քրիստոնեական ժառանգության հրավեր աշխարհի եկեղեցիներուն միանալու ճշմարտության եւ անմիջապես բոլոր գաբելը խզելու Վատիկանի աթորին հետ։ Եթե հայ եկեղեցին լրե, ուրեմն նա կդադրի ըլլալու արմատ, իսկ առանց արմատի չկա ծար։ Այդ ծառը արդեն չորցած է ձեր լրության ստվերի տակ։ Վատիկանի լրությունը ամոթ է, իսկ հայ եկեղեցվո լրությունը հոգևոր դիակ է պատմության մեջ։